Չնայած ժողովուրդ թերթում եւ թերթի հարթակներում իրականացրեց մեր բազմաթիվ ահազանգերին, որոնցից վերջինը դեկտեմբերի 26-ին էր, ներկայացնելով Հայ բիզնես բանկի, ներկայումս Ամիո բանկի եւ գոյություն չունեցող Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի կողմից 2010 թվականի նոյեմբերի 12-ին կամայականորեն առանց մեր ընտանիքի անդամների իմացության եւ լիազորությունների քաղաք Երևան Ավանդուրյան թաղամասում գտնվող մեր օրինական համասեփականություն հանդիսացող բնակարանի խարդախ ապօրինի գրավադրման 15 տարիների ընթացքում ապօրինի շահագործման եւ ապօրինի սեփականաշնորհման ու բռնազավթման վերաբերյալ եւ դրա հետևանքով մեր ընտանիքի հանդեպ իրականացվող բռնի ունեզրկման, իրավազրկման ու բնաջնջման հանցավոր իրավիճակը, այնուամենայնիվ սույն թվականի հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի գլխավոր խորհրդատու Գագիկ Հովհաննիսյանի եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ բաժնի պետ արդարադատության փոխգնդապետ Վարդան Մելիքբեկյանի կողմից մեր բնակարանի օրինական համասեփականատերերից միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանի անունով ստացվել են ապօրինի նամակներ։ Փետրվարի 2-ից վերոնշյալ անձինք պատրաստվում են բռնի ուժի կիրառմամբ ապօրինաբար վտարել մեր օրինական համասեփականություն հանդիսացող բնակարանից բնակարանի օրինական համասեփականատերերից մեկին, հայրիկիս Շահեն Գևորգյանին, անհայտ ուղղությամբ տարհանել մեր անձնական իրերը, հետախուզել եւ հափշտակել ոչ գույքային ունեցվածքը, իսկ շարունակաբար ծայրաստիճան խտրականության ենթարկվող մայրիկիս, ով հանդիսանում է բնակարանի հավասարազոր օրինական համասեփականատերը, ինչպես նաև օրինական օգտատերերիս եւ ժառանգներիս գոյության փաստերը պարզապես բռնի կերպով վերացրել են։ Ոչ ոք իրավունք չունի խախտելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորած մեր բնակարանի անձեռնմխելիությունը, չներկայացնելով օրինական դատական որոշում, ըստ որի խուզարկման եւ այլ գործողությունների առարկան պետք է հանդիսանա օրենքի ուժով մեր ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող քաղաք Երևան Ավանդուրյան թաղամասում գտնվող բնակարանը։ Գոյություն չունի սնանկության դատարանի իրավասությանը վերաբերվող որևէ հարց կամ վարույթ, որում ներգրաված կլիներ մեր ընտանիքի անդամներից որևէ մեկը։ Գոյություն չունի մեզ վերաբերվող կատարելու ենթակա կամավոր չկատարած որևէ դատական ակտ, վճիռ կամ որոշում եւ մեր բնակարանի հափշտակության նպատակով Ոման Անդրանիկ Էլենյանի կողմից կամայականորեն կազմակերպած ապօրինի գործողությունները կրում են բացահայտ հանցավոր բնույթ։ ԴՀԿ ծառայության ներկայացուցիչները 2023 թվականից առ այսօր ղեկավարվում են գոյություն չունեցող Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի սնանկության գործով ոչ լեգիտիմ կառավարչի պաշտոնով ներկայացող Անդրանիկ Էլենյանի կողմից, ում վերոնշյալ ՍՊ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարչի լիազորությունները սպառվել էին դեռ 2015 թվականին թիվ ԵԱՆԴ 00460415 գործի շրջանակներում, որի մասնակիցներ մեր ընտանիքի անդամները չեն հանդիսացել եւ հիմնվում են վաղեմության ժամկետը նախկին տասնամյակում սպառված մեր ընտանիքի անդամներին ոչ մի կերպով չվերաբերվող անհայտ ճանապարհով ձեռք բերված ապօրինի կեղծ թիվ ԵԱՆԴ 00460415 կատարողական թերթի վրա, որի այլ 2023 թվականին ձեռք բերված օրինակի հիման վրա Անդրանիկ Էլենյանը ներգրավելով ապօրինի իր գործողություններին քաղաք Երևան, Ավան Նորնորկ եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ԴՀԿ ծառայության բաժնի ներկայացուցիչներին 2023-ից 2025 թվականներին արդեն իսկ իրականացրել է մեր ընտանիքի անդամների եւ մեր բնակարանի նկատմամբ մի շարք հանցագործություններ։ Այն է, հարուցվել են ապօրինի կեղծ կատարողական վարույթներ եւ հետապնդում հայրիկիս հանդեպ։ Հայրիկիս հասցրել են ինսուլտի, վերացրել են մայրիկիս գոյության եւ իրավունքների փաստերը։ Անդրանիկ Էլենյանի գլխավորությամբ մի խումբ անձինք մեր բացակայության ժամանակ ջարդել են եւ փոխել են մեր բնակարանի դռան կողպեքը եւ նկարահանումներ են իրականացրել մեր բնակարանում, դիպչելով մեր անձնական իրերին։ Ապօրինաբար գնահատել եւ գույքագրել են մեր բնակարանը, կազմակերպել են կեղծ աճուրդներ, ներկայացնելով մեր բնակարանը որպես Անահիտ Սիմոնյան ՍՊ-ին սեփականության իրավունքով պատկանող գույք եւ այլ կեղծ կարգավիճակներով, որոնց արդյունքում Ամիո բանկը ինքն իրենից ապօրինի կեղծ կարգավիճակով իբր ձեռք բերելով մեր բնակարանը ապօրինաբար հայտարարել է իրեն մեր բնակարանի սեփականատեր, հիմնովին բնաջնջելով մեր ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները եւ գոյության փաստերը եւ դաժանագույն բռնաճնշումներով, անօրեն հիմքով եւ անօրեն գործողություններով ներկայումս պատրաստվում է բռնի ուժի կիրառմամբ հայրիկիս վտարել, իսկ մեր անձնական իրերը դուրս շպրտել մեր բնակարանից։ Մեր ընտանիքի բոլոր անդամների անունից նախ պահանջում ենք անհապաղ հանել Գագիկ Հովհաննիսյանի կողմից բռնի ուժով հայրիկիս Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանին պարտադրվող ապօրինի կեղծ թիվ ԵԱՆԴ 00460415 կատարողական թերթի հիման վրա մեր բնակարանի վրա դրված ապօրինի կեղծ արգելանքը, որով քողարկվում է եւ կեղծվում է օրենքի ուժով հայրիկիս եւ մայրիկիս ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող մեր ընտանիքին պատկանող բնակարանի իրական օրինական
իրավական կարգավիճակը եւ իրականացվում է հերթական հանցանքը։ Եվ հարկ է նշել, որ Անդրանիկ Էլինյանի կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված թիվ ԵԱՆԴ 0046-0415 ապօրինի կեղծ կատարողական թերթի մեկ այլ օրինակի հիման վրա մեր բնակարանը արդեն իսկ ապօրինաբար պահվում էր ապօրինի արգելանքի տակ 2023-ից 2025 թվականներին։ Իսկ 2012-ից 2023 թվականներին Հայաստանի Հանրապետության Արդարադատության համակարգի ներկայացուցիչների ջանքերով մեր բնակարանը պահվում էր ապօրինի կեղծ արգելանքների տակ որպես Անահիտ Սիմոնյան ՍՊ-ին եւ միաժամանակ իրավաբանական անձի ապօրինի կեղծ կարգավիճակով ներկայացրած Գյուլնարա Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ապօրինի կեղծ կարգավիճակներով։ Այդ կեղծիքների հիմքերը հանդիսացել են դատավորներ Է. Ամալյանի եւ Ն. Մարգարյանի կողմից տրված կատարողական թերթերը, որոնց կատարողը հանդիսացել է ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանը։ Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք պարտադրել ԴՀԿ ծառայության աշխատակիցներ Գագիկ Հովհաննիսյանին եւ Վարդան Մելիքբեկյանին այցելել իրենց ապօրինի գրություններում նշված Ք. Երևան Նոր-Նորք Նոր-Նորքի Ուս Ավան 4 Մ եւ ՀՀ Համայնք Երևան Նոր-Նորք Ավան Շենք 4 316 Ս հասցեներով փնտրել այդ հասցեներում մեզ ոչ մի կերպով չվերաբերվող Անահիտ Սիմոնյան ՍՊ-ն եւ դրա տնօրեն ու միակ բաժնետեր Անահիտ Սիմոնյանին եւ իր հետ իրեն պատկանող գույքի հաշվին լուծել իր ՍՊ-ին վերաբերվող բոլոր գույքային եւ գումարային հարցերը։ Քաղաք Երևան Նոր-Նորքի երկրորդ զանգվածի 4-րդ մասնաշենքի հասցեն, որով Անահիտ Սիմոնյան ՍՊ-ն ներկայացված էր ԴՀԿ ծառայության ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի որոշումում եւ որի հիման վրա կեղծվել է Ներեբունու նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի վավերացման պայմանագրերում թիվ ԵԱՆԴ 0046-0415 գործով դատավոր Ա. Բաբայանի վճռում եւ ԴՀԿ ծառայության ներկայացուցիչներ Գագիկ Հովհաննիսյանի եւ Վարդան Մելիքբեկյանի գրություններում Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի իբր հասցե արձանագրվող կեղծիքները վաղուց վերանվանվել եւ դեռ նախկին տասնամյակում դարձվել է Վախթանգովի փողոց։ Տարբեր միջոցներով կեղծվող վերոնշյալ հասցեն եւս կեղծիք է։ Իրականում դա ֆիզիկական անձ Անահիտ Սիմոնյանին նախկինում պատկանող հանրակացարանային սենյակի հասցեն էր, որը ինքը վաճառել էր դեռ 2009 թվականի մարտ ամսին, նախքան Հայ բիզնես բանկ ՓԲ-ի հետ պայմանագրերը կնքելը։ 2010 թվականի նոյեմբերի 12-ին Անահիտ Ղազարյանի վավերացմամբ թիվ Ž10-18-394 գույքի կորտգրավի պայմանագրի համաձայն այդ օրը այդ հասցեում գտնվում էին անշարժ գույքի կեղծ որակավորում ստացած 29 անուն շարժական գույքեր եւ իբր ծավալվում էր զարգացման կարիքը ունեցող բիզնեսը։ Անահիտ Սիմոնյանի ստորագրությամբ թիվ Ž10-18-394 կորտգրավի պայմանագրում նոտար Անահիտ Ղազարյանը արձանագրել է, որ անշարժ գույքի նկատմամբ գրավատուների իրավունքները ստուգված են եւ օրենքի համաձայն գրավադրված անշարժ գույքը ենթակա է գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմունքում։ Վերստին ահազանգում ենք, որ բացահայտ հանցավոր հակասահմանադրական ճանապարհով մեզանից հափշտակվող քաղաք Երևան Ավանդուրյան թաղամասում գտնվող մեր օրինական համասեփականություն հանդիսացող բնակարանը իր իրական օրինական իրավական կարգավիճակով եւ օրինական հիմքով ենթակա չէ վաճառքի կամ սեփականաշնորհման։ Հաշվի առնելով, որ բացի Շահեն Գևորգյանից մեր բնակարանը ունի նաև երկրորդ իրավահավասար համասեփականատեր Մայրիկս եւ օրինական օգտատերեր եւ ժառանգներ, ապա առանց մեր լիազորությունների որևէ անձ իրավունք չունի ներխուժել մեր բնակարան եւ պահանջում ենք անհապաղ դադարեցնել հանցավոր գործողությունները մեր ընտանիքի եւ մեր բնակարանի նկատմամբ։ Կեղծ կամ ոչ լեգիտիմ կատարողական թերթի օգտագործումը, դրա հիման վրա բռնի ուժի կիրառումը, ներխուժումը կամ ուրիշին սեփականության օրինական հիմքով պատկանող գույքի բռնագանձումը հանդիսանում են քրեական հանցագործություններ։ Բացարձակ անօրինություն է, որ Անահիտ Սիմոնյան ՍՊ-ի հետ կապված ենթադրյալ գույքային հարցերը փորձ է արվում լուծել ոչ թե օրենքով սահմանված կարգով Անահիտ Սիմոնյանին եւ իր ՍՊ-ին պատկանող գույքերի հաշվին, այլ մեր ընտանիքի բնակարանում ապօրինաբար իրականացվող կամայական խուզարկությունների եւ մեր օրինական ունեցվածքի ապօրինի տնօրինման միջոցով։ Մեր բնակարանին վերաբերվող եւ մեր բնակարանը բռնազավթած խմբավորման կողմից շրջանառվող ամբողջ թղթաբանությունը հանդիսանում է կեղծիք, իրավական ուժ չունեցող շինծու թղթերի հավաքածու, սպառնալիքների տեսքով հայրիկիս, Շահեն Գևորգյանի վայբերին ուղարկված կամ մեր բնակարանի դռանը կպցրած ապօրինի գրություններ, որոնցում որպես ճնշման միջոց հիմնականում հնչեցվում էր հարկադիր կատարողներին դիմելու արտահայտությունը, եթե հայրիկս կամավոր չհանձներ մեր բնակարանը։ Ինչի հիման վրա այսօր իրականացվում է օրենքի, սահմանադրության եւ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարմամբ, պաշտոնական լիազորությունների ծայրաստիճան չարաշահմամբ հանցավոր ինքնիրավչություն։ Հայցում ենք իրավապահ մարմինների պաշտպանությունը եւ հորդորում ենք մեր հայրենակիցներին չմատնվել եւ թույլ չտալ խարդախությունների իրականացումը։